Մեր հանդիպումները արդեն 10-ին են մոտենում, այսօր 8-րդ հանդիպումն է այդ հրաշալի մարդկանց հետ։ Ուրեմն այսօր կխոսենք դիալեզի բաժնում, Հանրապետական հիվանդանոցի դիալեզի բաժնում աշխատող մի բուժքրոջ մասին, անուն չեմ գրելու, այս անգամ երիտասարդ կինո ամուսնացած ընտանիք հատեր, հզոր հոգու եւ վարքագծի, կարելի ասել զիլ հոգու եւ վարքագծի տեր միանձնավորություն, ով կարիքի դեպքում կարողանում է 3 հերթափոխ աշխատի, մտքի մեջ երգելով, ուրախանալով, մարդկային վերաբերմունքը պահելով, հոգնածությունը թթվածության չվերածելով, բոլորի հետ սիրալիր, համբերատար, համբյուրատար, ֆանտաստիկ անձնավորություն։ Ու հիանալի է, որ մեր շրջապատում այդպես մարդիկ կան, իրենց հատուկ ուշադրությունը պետք դարձնել մարդկային հատուկ ուշադրություն։ Իրանք քիչ չեն կարում են շատանալ, հատկապես երբ որ մենք տես բաներին ուշադրություն ենք դարձնում։ Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդուն իր հատկանիշների համար, որ ինքը ավելին ասեմ, մեծ հսկայական գումար չեն ստանում։ Մեր բժշկու մասին եմ խոսելու, մի ճկնավ անձնավորություն էլ նա է։ Ուրեմն մենք այդ օրերում ենք ապրում, ովքեր այն օրերում, որտեղ մարդիկ զբաղված են իրենց հոգսերի գեր աստիճան դարձնելուն, ու պատահաբար դու հայտնվում ես դիալեզի բաժնում ու տեսնում ես, թե ինչպես են վերաբերվում մարդիկ, իսկական մարդիկ, իսկական մարդկանց, ու եթե դու դեռ իսկականին չես մոտեցել, կամաց դառնում ես իսկական մի քիչ էլ պարզ։ Իդեպ մեր ծիգունի պարապմունքները Ավանի Քուջակ Թաղամասի այգում շատ լավ ընթանում են, առավոտյան 8:30 ենք սկսում, ովքեր որ ցանկություն ունեն այդ նուրբ աշխարհի դահոին է ինքը ի սկզբանե, այդ ուրիշ պատմությունը, մենք միստիկ հաղորդաշար ենք ունենալու, playlist, այդտեղ կպատմեմ։ Ուրեմն մենք կատարում ենք առողջարար, շնչառական, ուրախացնող, երիտասարդացնող վարժանքներ։ Համեցեք պայմանների մասին իմանալու համար մեր էջում կա հեռախոսահամար։ Այսպես կհանդիպենք հաջորդ հանդիպմանը։ Շնորհակալություն մեր բուժքրոջը։